Հուսուն եմ, պարոն Մանուկյան, ձեր օրակարգը կարողացաք իրականացնել այսօր եւ ձեր բոլոր վիրավորանքները, որ ձեր հարցի անվան տակ թաքցրել եք, ինձ համար բարձ է նպատակը։ Դուք հիմա ուզում եք, որ ես մոտավորապես նույն ոճով պատասխանեմ ձեզ, օրինակ ոնց որ դուք եք ինձ վիրավորում, ես իջնեմ այդ մակարդակի սկսեմ վիրավորել ձեզ ու դառնա այն, ինչի մեջ երևի դուք շատ հմուտ եք։ Բայց ես այդպես բան չեմ արել ու չեմ անելու։ Մեղադրյալ Գալստանյանը իր հարցադրումները դատաքննության փուլում, եթե այդքան ուզում են, որ ապացույցները հետազոտվի, ուրեմն թող չխոչընդոտեն, անիմաստ միջնորդություններ չներկայացնեն դատարանին, թույլ տան, որ գործը սկսի դատաքննության փուլ անցնել եւ իրենք իր բոլոր հարցադրումները ներկայացնեն։ Բոլոր միջնորդությունները, որոնք դուք վկայակոչել եք դատարանի կողմից, որտեղ վարույթն իրականացնող մարմինը դատարանն է, որոշումներ կայացվել են, մերժվել են, ինձնից լավ գիտեք, եւ որևէ մեղադրյալի հարցադրում ես չեմ պատկերացնում, որ ազգային ժողովում պիտի քննարկվի։ Մեղադրյալի հարցադրումները քննարկվում են դատաքննության ընթացքում։ Կյանքը ցույց է տալիս, որ շատ հաճախ այդ մեղադրյալները չեն ուզում, որ գործը հասնի դատաքննության, որովհետեւ չեն ուզում, որ ապացույցները դատարանում հետազոտվի։ Դրա օրինակները կան, դրանք վատ օրինակներ են։ Նշում եք անչափահասի մասին, լավ է, որ ձեր սիրտը անչափահասի համար ցավում է, բայց գիտեք հիմա գործը որտեղ է, որ փուլում է, խափանման միջոցի վերաբերյալ որոշում երբ է կայացվել, թե էլ հետաքրքիր չի։ Ինչի էլ, օրինակ, այդ նույն ջանասիրությամբ ձեր փաստաբանները չեն զբաղվում այդ գործով։ Օրինակ, ինչի չգիտեք, որ մարդու վերաբերյալ արդեն գործը ուղարկված է դատարան։ Չգիտեք ինչի, որովհետև ձեզ այդ հետաքրքիր չի այլևս։ Որովհետև այն պահից, երբ որ կալանքի վերաբերյալ որոշումը կայացվեց դատախազության կողմից, ինձ համար ակնհայտ էր, որ հիասթափություն ալնելու ձեր կողմից։ Իսկ դատախազությունը օր առաջ վարույթով նախաքննությունն ավարտեց, օր առաջ խափանման միջոցը փոխեց եւ ուղարկեց դատարան։ Դե համար մնացած բոլորը ինչ որ դուք ասում եք։ Ես ձեզ կառաջարկեմ, օրինակ, անջատված մաս ունենք։ Գնաք դատար, գնաք նախաքննական մարմին, ասեք ուզում եմ ցուցմունք տամ։ Ստորագրեք սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին ու ասեք այս ամեն ինչ որ ասում եք։ Հեշտ է գալ ելույթներ ունենալ։ Ու ինձ փորձել ներքաշել այդ դիալոգի մեջ չի ստացվելու։ Ոչ վիրավորելու եմ, ոչ էլ համբերությունից դուրս եմ գալու։ Ուրիշ մեթոդ կտեք։